Բարձր լեռները երկրորդ մասն է։ Ապավեն են եղջերուներին, իսկ ժայռերը նապաստակներին։ Ժամանակի համար ստեղծեցիր լուսինը, արևն իմացավ ժամն իր մտնելու։ Խավարն ստեղծիր և եղավ գիշեր, որի ժամանակ շրջում են անտառի բոլոր գազանները։ Կորլունները մռնչում են հափշտակում և Աստծուց են խնդրում իրենց կերակուրը։ Արևածագին հավաքվում և հանգստանում են իրենց որջերում։ Մարդը գնում է իր գործին, իր ձեռքի վաստակին մինչև երեկո։ Բավականին երկար է, բայց ես կարևոր մասերը կկարդամ, որպեսզի լսեք։ Ինքան է շատ եմ։ Ուղարկեց խավար և խավարեցրեց նրանց, որովհետև դառնացրին իր խոսքը, արյուն դարձրեց նրանց գետերը և սպանեց նրանց բոլոր ձկները, գորտերը եռացին նրանց երկրում, նաև նրանց թագավորների շտեմարանների մեջ, հրամայեց և շնաճանճեր ու մժեղներ եկան նրանց ողջ սահմաններին, նրանց անձրևները փոխեց կարկուտի և նրանք երկրում հուր բորբոքվեց, հարվածեց նրանց այգիներին ու թզզնիներին և փշրեց նրանց սահմանների բոլոր ծառերը, հրամայեց և եկան անհամար մորեխները և խառնիչներ, կերավ նրանց երկրի ողջ խոտը, սպառվեց նրա դաշտերի ողջ պտուղը, հարվածեց եգիպտացիների բոլոր առաջնեկներին, նրանց ողջ վաստակի երախայրիքը, նրանց հանեց ոսկով ու արծաթով և նրանց ազգի մեջ հիվանդ չկար, ուրախացավ Եգիպտոսը նրանց դուրս գալուց, որովհետև Տիրոջ ահը ընկել էր նրանց վրա։ Այսինքն, ով եք դուք, որ կենդանիներին սպանեք։ Բնությունն արթնացել է։ Հարվածեց ժայռին և ջրեր բխեցին, այո, պատիժը անխուսափելի է լինելու տենց մարդկանց համար։